Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսում պատասխանեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տարակուսանքին, թե ինչու է ներկայիս իշխանությունը Թուրքիայի հետ բանակցում ոչ բարենպաստ արձանագրությունների շուրջ։ Որտեղ այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, որը ոչ միայն պաշտպանել է մարտի 1-ի սպանդը, այլև հանդես եկել դրա քաղաքական դատապաշտպանը, որ կտան պարոն Օսկանյանի, եթե մեղավոր է փնտրում, ապա նայել հայելու մեջ։ Շարունակվում են դաշնակցության ակցիաները կառավարության եւ արտգործնախարարության շենքերի մոտ։ Այսօր հացադուլ են նստել դաշնակցության ակտիվիստների հաջորդ հերթափոխը։ Առավոտյան նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը նկատողություն արեց ցուցարարներին ԱԳՆ-ի մուտքի մոտ կանգնելու համար։ Ցուցարարներից մեկը դրան արձագանքեց այսպես. Դե կարծում եմ Սամվել Ֆարմանյանի գործառույթների մեջ չի մտնում արտգործնախարարության պարետի հաստիքը։ Ինչպես եք վերաբերում դաշնակցության բողոքի ակցիաներին, ամենլուսի հարցում մայրաքաղաքի փողոցներում։ Դա էլ է պայքարի մի ձև, բայց դրական եմ վերաբերում։ Ես հենց նոր ստորագրեցի եկա։ Շատ ճիշտ է։ Ուշացած, բայց ճիշտ։ Այն սկզբից, որ Քոչարյանի հետ իրանք չպետք է քայլեին։ Միջև այսօր Սերժի հետ։ Անիմաստ ժամանակ են ծախսում։ Կարան այդ ժամանակը ավելի լավ տեղ ծախսեն ու ավելի բարի նպատակներով ծախսեն։ Ես կարամ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ դաշնակին, որովհետև կա իր մեջ արդարության եւ մարդկային եւ քաղաքացիական իրավունքներ պաշտպանելու ջանք։ Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է բարձր պետական մակարդակով պայքարել ջերմուկի մոծակների դեմ։ Դրա համար հատկացնելով ավելի քան 19 միլիոն դրամ։ Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Հովհաննես Հակոբյանը պնդում է, որ պայքարը պսակվել է հաջողությամբ։ Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5 ընտրացվածում նորից կատարվեց թակարդների միջոցով ուրեմն հաշվարկային փուլը, մոնիտորինգի փուլը, որի արդյունքում պարզ դարձավ, որ մոտարապես 80% կարողացել են